Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունում կայացել ազգային ժողովի 41-րդ նիստը։ Արևմտյան Հայաստանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին ու հողատարածքը։ Ավետարանոց շենին տարածքում հայտնաբերված վիշապաքարը Արցախա-Քյոհնյա սրբավայրերամինը, խաղաղության խոստումներն ու ատելության լյուզյուն, Բաքվի ռեժիմի երկակի քաղաքականությունը։ Հանկարծ թատրոնը ներկայացրել է «Իմ սրտս լեռներում ապահելով» հայերեն կենդանի հայ ոսկերչության պատմությունը անգլերեն թարգմանությունով, Մատենադարանը ներկայացնականամխթար Գոշի եզակի դատաստանագիրքը, Բելգրադի գրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսը ներկայացվել նաև հայ գրողների գիրքերը։ Հոկտեմբերի 29-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովին 41-րդ նիստը վերևարել ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Նիստին առցանց ձևաչափով մասնակցել 17 պատգամավոր։ Նիստին սկզբում հայտարարվել էր սեպտեմբերի 13-ից նախագահի պաշտոնը թափուրա ու սկսվել ընտրարշավի գործընթացը։ Հաշվի դիմումների բացակայությունը պատգամավորներն նորից առաջադրան Արմենակ Աբրահամյանին թեկնածությունը իրանջին ինչելա որպես միակ պաշտոնապես հաստատված թեկնածուն։ Ազգային ժողովի հատուկ հայտարարությունը պաշտոնապես հաստատվել Արմենակ Աբրահամյանին թեկնածությունը 7 օր օնե պատասխան տալի հետի։ Հաստատվել էր նախագահական ընտրությունը տեղի ունենալու նոյեմբերի 22-ին ազգային ժողովի պատգամավորների քվեարկությունով։ Արմենակ Աբրահամյանը նիստին վաղը պատասխանել պատգամավորների հարցերին։ Բացի նախագահական հարցից քննարկվել նաև բնիկության մասին նախագծի ուղեկցող նամակի կազմման անհրաժեշտությունը, հիշեցնելով 2017-ի Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախաձեռնությունը։ Նիստի մշակութային հատվածում ներկայացվան հետաքրքիր նյութեր Մալաթիայի հայ համայնքի մասին անդրադառնալով ընդեղ կատարված հայկական պսակադրության արարողությանը, վերընդգծում Արևմտյան Հայաստանը հայերի միասնությանն ու ինքնության պահպանումը։ Նիստն ամփոփել ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Արևմտյան Հայաստանը Օրֆան նահանգի Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարությունը տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում նշվել էր հայկական եկեղեցուն ու քահանայի տան զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2.810.000 լիրայով։ Կիրումա Արմենի հաբերը։ Կայքը նշել էր եկեղեցուն տարածքը կազմում է 904 քառակուսի մետր ու արկայաշինության սեփականության վկայականը։ Հայկական եկեղեցու հարևանությունն բնակվող քաղաքացիներից մինը նշել էր նախկինում հայերեն ապրալ ու շենումը կար հայկական եկեղեցու քահանայի տոն, ըստ ուրան հայրը մոտ 120 տարի առաջ շենից քեցան ու տրանայետը եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։ Եկեղեցու պատերին հունցը նաև տան պատերին իլալը նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարին երկրաշարժին դերդան փլուզվալն։ Երկրաշարժից առաջ էլ ստաղա բնակվել սեփականատերը, բայց վերջերս սկացալանք վեր ինքը օզյումա վաճառ է։ Ասկերան շրջանի ավետարանոց շենան 4.5 կիլոմետր հարավարևմուտք Շիխալի կոչվող տեղամասում բացահայտված արել բացառիկ վիշապաքար Պերվինը Արցախա տարածքում։ Հուշարձանը օվալաձև է, տեղադրված է պատվանդանին կողքին, իրան երկարությունը 2.5 մետրի, բիցիրոթունը շուրջ 70-ից 80 սանտիմետրի։ Վիշապաքարը հունցը հայտնի է սովորաբար տիրվելիս լինել ջրային աղբյուրների ու ջրավազաններին ակունքներին կողքին, խորհրդանշելով տարերքին ուժը, բնության զարթոնքը, պտղաբերությունն, առատությունը։ Շիխալի տեղանունը թարգմանվում է որպես բարձրադիր սրբավայր կամ պետσյուր սուրբ ու կապված է նաև մաքրության ու ջրի խորհրդանիշների հետ։ Հուշարձանը թվագրվում է մեր թվարկությունից առաջ, երրորդից առաջին հազարամյակներին, սարքված է մոխրագույն կրաքարից ու լավ պահպանված է։ Բաքվի իշխանություններն միջազգային ասպարեզում փորձում են ներկայանալ որպես խաղաղության կողմնակից, բայց երկրի ներսում շարունակվում են տարածել հայատյաց քարոզչությունը։ Պետական լրատվամիջոցներն ու պաշտոնական ելույթներն ձևավորում են պատերազմական մտածողություն, վերախոչընդոտում է իրական հաշտեցմանը։ Օգոստոսի 21-ին Քերբաջարում Իլհամ Ալիևը նորից հայտարարել, թե Բաքուն պիտի միշտ պատրաստ լինի պատերազմի, մինչ աշխարհին տա ներկայացվելա որպես խաղաղության կոչ, երկրի ներսում ընկալվելա որպես նախազգուշացում թեզա կռվի մասին։ Այս պայմաններում Բաքվի խոստումները մնում են ձևական, իրական խաղաղությունը կարելի է մենակ այն վաղտվեր երկրի ներսում դադարեցվի ատելության քարոզնա ժողովուրդը սկսի ապրելը առանց կռվի վախի։ Հոկտեմբերի 18-ին Պոլսիդազյան հայկական շկոլի Տիգրան Գյուլմեզգիլ բեմումը հանկարծ թատերախումբը ներկայացրել է Ուիլյամ Սարոյանի «Իմ սրտս լեռներում» պիեսը հայերեն լեզվով։ Ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրել հանդիսատեսին շրջանումը, միջոցառմանը ներկայանել էր arczepiskopos Արամ Աթեշյանը, դերասաններ Պողոս Չաղաճօղլուն, Արի ու Հայկ Հադեջյանները, թատերական քննադատներ, մինգել բազմաթիվ մշակույթի գործիչներ։ Arczepiskopos Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Մարմարիա թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Ռոբերտ Հադեջյանին պիեսի հայերեն թարգմանության հետի ընդգծելով հայերենի պետσյուր արժեքը ու ղաշենք օգտագործումը բեմումը։
Թուրքական ԵԱՊ Քրեդի հրատարակչությունը 2022 թվին հրատարակած Արսեն Յարմանի երկհատորանոց ոսկերչական իրեր ու հայ ոսկերիչն է Օսմանյան շրջանին գիտական աշխատությունը մենք լույսատեսալ նաև անգլերենով։ Աշխատությունը համապարփակ ուսումնասիրություն ընդգրկելով 14-ից 20-րդ դարերը ներկայացնում է հայ ոսկերիչների դերը Օսմանյան կայսրությունից սկսած թանկարժեք քարերի մշակույթը մինչև արքունիքա պատվերն է։ Հեղինակը հիմնվել է Օսմանյան ընտանեկան արխիվների մինգել բանավոր հարցազրույցների երա երկհատորանի մեջ ընդգծված են 2000 հայ վարպետների անունն է, 750 արխիվային փաստաթուղթը, 1200 նկար ու լուսանկար, մինգել 300 մանրամասն գծանկարներ ոսկերչական իրերի մասին։ Արսեն Յարմանը նշել է, որ իրան գործը նաև հարգանքի տուրքա են հայ վարպետներին, որ իրանց ցերքերավը ստեղծալն Օսմանյան պալատներին ղաշենք զարդերը։ Իրանը սելավը այս ուսումնասիրությունը ծնվել է թա անձնական հիշողությունների, թա այն վկայությունների վեր թորք վարպետներն իրանքել իրանց արհեստը սվերալն հայ ոսկերիչների անա։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը հնագույն ձեռագրերի մատենադարան գիտահետազոտական ինստիտուտ հանգարանում ցուցադրվել ականա 12-րդ դարի հայ մտածող գիտնական օրենսդիր առակագիր ու մանկավարժ Մղթար Գոշի դատաստանագրքի հազվագյուտ օրինակը հայկական իրավական ժառանգության կարևորագույն նմուշները մինը։ Մոտ 1184 թվին ստեղծված այս ֆեոդալական իրավունքի ժողովածուն հիմք կատարել հայկական իրավական մտքի զարգացման հետի։ 2025 թվականի ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշումով Մղթար Գոշի դատաստանագիր հայոց աշխատությունը գրանցվել է աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կեցող գիրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսի վաղը ներկայացվել նաև հայ գրողների գիրքերը։ Ակցիա քույրերի հետի ընկերությունը այս տարի իրան տաղավարումը տեղատվալ նաև հայ թարգմանական գրականությանը։ Մասնավորապես ներկայացվում են ընկերության հրատարակած սերբաբնակ Անուշ Բալայանի պատմվածքների ժողովածուն, մինգել մի շարք այլ հեղինակների գիրքեր է թվում Մկրտիչ Սարգսյանի Քաժնածարի սերբերեն թարգմանության հրատարակությունը ու հայերենի թերթական տասը աուդիոգիրքը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։